Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, արդեն ես իմի եմ բերել մեր օրվա բաղադրատոմսը, ինչպես հիշում եք, խճողակ էինք պատրաստել աղացած հավի կրծքամսից, համեմել էինք եւ իհարկե պիցայի ֆորմա ենք տվել, վրան ավելացնելով, այսինքն դասավորելով շերտավոր լոլիկը, կանաչ պղպեղը եւ սունկը։ Սունկը ինձ մոտ պահածոացված է, դուք կարող եք թարմ տարբերակը օգտագործել եւ հիմա մնաց ամենավերջում ավելացնել այն հետաքրքիր սոուսը, որը միասին պատրաստեցինք՝ մայոնեզ, հատիկավոր մանանեխ եւ իհարկե քերիչով անցկացված պանիր։ Այս բոլորը լցնում ենք մեր մթերքների վրա եւ իհարկե տարածենք եւ տեղափոխենք ջեռոց։ Ահա, այսպես պատկերացրեցիք մոտավորապես ինչ է ստացվելու։ Ահա, վրան մի քանի հատիկ սունկ ձևավորման համար կդասավորեմ եւ կտեղափոխեմ ջեռոց, սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք, մեր հարգելի հյուրերը արդեն տաղավարում են եւ պետք է Սոնան շատ հետաքրքիր զրույց ունենա նրանց հետ։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն շատ Ելի Ադրինե, այո, ինչպես նա արդեն նշեց, ես ունեմ շատ հետաքրքիր հյուրեր, տեղափոխվում ենք երաժշտ արվեստ եւ հիմա սիրով ներկայացնեմ հյուրերին ու արդեն սկսենք մեր զրույցը։ Եվ այսպես, այսօրվա մեր հյուրերն են Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Գևորգյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Լիվոյս վոկալ ստուդիայի սան խոհարար մասնագիտությամբ հոգեբան Կարապետ Գևորգյանը, բարի առավոտ, եւ Սուսաննա Բաղդասարյանը Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի։ Բարի լույս։ Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց այսօր ուսանողների միջազգային օրն է, այնպես որ սրտանց շնորհավորում եմ ձեզ այդ առիթով եւ շատ ուրախ եմ, որ հենց այսօր եք մեզ մոտ հյուրընկալվել եւ որպես դասախոս ձեզ հարց ունեմ։ Ես եմ դասախոս։ Ինչպես կգնահատեք ուսանողների պատրաստվածությունը այսօր, ինչպիսի սերունդ ունենք։ Մենք ունենք շատ տաղանդավոր սերունդ։ Ընդհանրապես այդ տաղանդավորների կարելի ասել 50%-ը սովորում են Բաբաջանյանի քոլեջում եւ այս արդյունքները մենք գրանցել ենք հենց այդ պատրաստակամության, այդ աշխատասիրության եւ ջանասիրության արդյունքում։ Իսկ դասախոսական աշխատանքում ի՞նչն է ամենաշատը կարևորում։ Երևի թե քիչ բարդ հարց է, բայց նվիրվածությունը գործին, մասնագիտական հմտությունները ամենակարևորը, որ կարողանանք ճիշտ դաստիարակենք երաժշտության օգնությամբ, ճիշտ դաստիարակենք եւ լավ արդյունքների հասցնենք մեր ուսանողներին։ Դե արդյունքների մասին, որոնք արդեն ակնհայտ են եւ արդեն փաստերով ունենք։ Հիմա փորձենք հասկանալ մեր տաղավարում դրված այս գավաթները երբ, որտեղ, ինչպես ենք նվաճել։ Սկսենք Լիլիթից։ Ամռան ամիսներին Լիլիթը մասնակցեց մի շարք միջազգային մրցույթների, Իսպանիայում մասնակցեցինք Summer Talent League միջազգային մրցույթին, որտեղ մեր գեղեցկուհին զբաղեցրեց պատվավոր մեծ մրցանակը ստացավ, Grand Prix ստացավ։ Այնուհետև Հայաստանում մասնակցեց Voice of the World միջազգային մրցույթին, կրկին մեծ մրցանակ ստացավ եւ օգոստոսին էլ Լեհաստանում է մասնակցել եւ ստացել է հատուկ մրցանակ։ Մի քիչ թող ինքը պատմի արդեն մրցույթների մասին։ Մրցույթների մասին պատմի։ Ինչն էր ամենաբարդ։ Ամենաբարդ բանը պատվով երկիր ներկայացնելու փաստն է, որ պարտադիր պայման է հաղթանակած վերադառնալ հայրենիք։ Պատասխանատվությունը շատ մեծ է, երբ որ դրսում ես ներկայացնում Հայաստանը։ Բայց որ ասեմ լարվածություն կար, ընդհանրապես չկար։ Իրոք։ Որովհետև ես 19 տարի երգեցողության մեջ եմ ու ընդհանրապես բարդություն չեմ տեսնում ոչ մի մրցույթների ժամանակ էլի։ Շատ սիրով եմ անում ամեն ինչ որ կապված է երաժշտության հետ, երգեցողության հետ։ Ու դեռ ապագայում էլ անելու անելիքները շատ են, էլի։ Կային արժանի մրցակիցներ։ Շատ։ Բոլորը արժանի էին։ Ահա։ Շատ ուժեղ էր մրցակցությունը, բավականին։ Շատ լավ։
Գնանք առաջ եւ ինձ ճիշտ ասած Կարապետի կենսագրությունը շատ հետաքրքրեց։ Խոհարար, վոկալ ստուդիայի սան, հոկեբան, այս ինչ sense շատ խառը տեղերից վերցրած միքսա։ Այո։ Դե ես որպես արվեստի մոտիկ մարդ սիրում եմ համարվեստի մոտիկ լինեմ, համել սիրում եմ մարդկանց հետ աշխատել, մարդկանց հասկանալ։ Ինձ թվում է արվեստի մարդիկ միշտ հասկանում են մարդկանց, էլի դրա համար տենց մի քիչ մոտիկություն կա։ Հետաքրքիր տեսակետ է, ես մի քիչ տենց կվիճեի, որ արդյոք բոլորը, երևի դուք, որովհետև հոկեբանի մասնագիտությունն է եւ այստեղ օգնում։ Ահա։ Չէ՞։ Իսկ որտեղից ենք սկսել, որ մասնագիտությունն էր առաջինը։ Առաջինը խոհարարությունը, բայց առաջինը խոհարարությունից եմ սկսել աշխատել եմ որպես խոհարար, սիրում եմ շատ իմ գործը, որտեղ միշտ ինչ որ հորինելու բան կա խոհարարության մեջ, միշտ կարող ես քո կողմից ինչ որ բան ավելացնել, հետո երաժշտությունը միշտ մանկուց սիրել եմ երաժշտությունը, հետո որոշեցի, որ տամ հոգեբանություն սովորեմ։ Ինչու՞։ Որովհետև ներքին զգացողություն կա, որ ես միշտ ասենց մտածում եմ, որ ես մարդկանց լավ եմ հասկանում։ Ինձ թվում է դա կօգնի ինձ կյանքում այդ ինչ որ բան էլի։ Հատկանիշը։ Հատկանիշը կօգնի։ Հատկանիշը, որը իսկապես կօգնի։ Դե խոհարարությունն էլ է արվեստ, որովհետև այնտեղ ստեղծագործելու մեծ հնարավորություններ ունենք։ Միշտ տորթը հաղթանակի պատրաստումը, բերում է, հա, ճիշտ եմ հասկանում եմ, պատասխանատվությունը ձեզ վրա է։ Համեղ բաներ է պատրաստում։ Լեհաստանում մեր խոհարարը Կարապետն էր, շատ համեղ բաներ էր պատրաստում երեկոյան ժամերին։ Իսկ փորձեցիք, սիրեցիք։ Հա, շատ լավ։ Իրենց վարդագույն սուպը սիրեցիք, փորձեցիք։ Չենք փորձել։ Չենք փորձել, ես շատ եմ սիրում, որովհետև իսկապես շատ համեղ են լեհերը պատրաստում այդ սուպը։ Եվ ձեր հաջողությունների մասին էլ խոսենք, դուք շատ համեստ լռում եք։ Ես ամռանը մասնակցեցի փոքրիկ քայլին եւ գրավեցի գլխավոր մրցանակը Grand Prix-ին մեր Սուսաննան։ Բացի դա արդեն երգում եմ գրեթե 10 տարի, որի ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ փառատոների եւ մրցույթների, գրավելով բարձր հորիզոնականները եւ հատկապես փոքրիկ քայլն եմ ուզում շեշտել, որովհետեւ հասել եմ այդ հաջողությանը իմ դասախոսի Լիլիթ Արտուրովնայի շնորհիվ։ Սուսաննան շատ տաղանդավոր է։ Թանրապես իմ ուսանողները շատ տաղանդավոր են եւ այսօր ես շատ հպարտ այստեղ նստած եմ, որովհետեւ նրանք պատվով ոչ միայն ներկայացրել են Հայաստանը, այլ նաեւ ինձ։ Եվ շատ հոգատարությամբ եք խոսում, ինձ հետաքրքիր է մրցույթների մեջ առհասարակ բարդությունը երևի ավելի շատ է եւ մարդը որպես հոկեբան ինձ թվում է կփաստեք կամ մրցակցային է կամ ոչ։ Ես մրցակցային մարդ չեմ ու մրցույթներ չեմ սիրում։ Ոնց եք գտնում ով պետք է մասնակցի մրցույթի, ով է պատրաստ, ինչպես եք որոշում այդ բարդ հարցը։ Ճիշտ ասած բարդ չի, որովհետև ինձ մոտ սովորում են բացառապես տաղանդավորները, հերթով մրցույթներին, այս մրցույթին դու ես մասնակցելու, մյուս մրցույթին մյուս երեխան է մասնակցելու, բարդություն չկա ինձ թվում է։ Իսկ հոգեպես էլի դուք եք պատրաստում, թե արդեն յուրաքանչյուրը միասին ենք, թիմային աշխատանք է կատարվում, միասին ենք աշխատում եւ Բաբաջանյանի քոլեջում ենք աշխատում եւ իմ ստուդիայում ենք աշխատում, որպեսզի իրենք լավ արդյունքներ գրանցեն։ Եվ ձեր արդեն ոչ խոհարարական արդյունքների մասին եւս պատմեք։ Այս տարի օգոստոսին գրավեցի երկրորդ տեղը Լեհաստանում։ Շատ բարդ մրցույթ էր։ Շատ մեծ էր մրցակցությունը, որտեղ տարբեր երկրներից շատ տաղանդավոր նորից տղաներ կային, աղջիկներ կային։ Ես, չգիտեմ, երկրորդ տեղը վերցնելուց շատ հպարտ եմ զգացել, որ կարողացել եմ Հայաստանին բերել երկրորդ տեղը միջազգային մրցույթում։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում, որպեսզի ձեր մրցանակները միայն շատանան եւ այս ամենի կողքին իհարկե ամենակարևորը լավ հիշողություններն են, որոնք այս տարիների ընթացքում կուտակում եք եւ շատ հուսով եմ, որ ձեր ուսանողական տարիների կյանքը եւս այսպես հրաշալի է անցնում, որովհետեւ այդ տպավորությունները ամբողջ կյանքի ընթացքում մնալու են ձեզ հետ։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Սարգոն կարմիր չոր գինի, որպեսզի ձեր հաղթանակները տոնելու հրաշալի առիթները հենց Սարգոնի միջոցով շնորհակալ ենք, մենք էլ շնորհակալ ենք մեզ
հրավերքի համար։ Շնորհակալ եմ եւ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Իսկ մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։